Իրանական կողմը բարձր խաղաթղթերով, եթե չակերտավոր ասենք, սկսում է բանակցային գործընթաց, գրեթե միշտ մի քանի պահանջները տալիս Միացյալ Նահանգներին, նույնը նաև Միացյալ Նահանգները, որպեսզի ստանա գոնե նվազագույն, այսինքն իրանական կողմը նաև քաջ հասկանում է, որ Միացյալ Նահանգները ցանկության դեպքում էլ չեն կարող օրինակ Իսրայելից պահանջել, որպեսզի չունենա միջուկային զենք, որովհետև դա Իսրայելի համար կենսական խնդիր ունի։ Նույնը նաև Պակիստանը, որտեղ այնտեղ խնդիրներ են Հնդկաստանի հետ եւ այլն։ Այսինքն գործնականում, եթե ցանկանայել այս մի պահանջը Իրանի չի կարող կատարել, բայց իրանական կողմը այստեղ մի քանի այլ պահանջներ ունի, որոնց շուրջ սակարկելու է։ Դա պատժամիջոցների հանումն է Իրանի նկատմամբ, խոսում եմ ամբողջական պատժամիջոցների փաթեթի անման մասին, ինչը գրեթե անհնար է եւ Միացյալ Նահանգները չի գնա դրան, բայց նաեւ կա նավթային եւ նավթամթերքի պատժամիջոցների չեղարկումը, ինչը Իրանի հիմնական նպատակներից մեկը կարող է լինել, որովհետեւ տնտեսության համար չափազանց կարևոր է նավթի պատժամիջոցներից խուսափելը, նաեւ պահպանել սեփական արդյունային ծրագրերի վերաբերյալ վերահսկողությունը եւ այլն։ Իրանում խոսում են նույնիսկ ոչ ռազմական նպատակներով ուրանի առստացման պահպանման վերաբերյալ, ինչը նաեւ կարմիր գիծ է հայտարարում։ Իսկ մի քանի փուլով է փորձում սանկարկումներ իրականացնել։ Նույնը Միացյալ Նահանգներն